Երկրապահի ճակատագրի հետ կապված ինչ կասեք, 32 տարի առաջ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց կառույցը եւ նաեւ այս համատեքստում կուզեմ արձագանքեք Պաշտպանության նախարարության կառավարության այն որոշմանը, որ այսուհետ հունվարից արդեն ձմեռային զորակոչը 1.5 տարի է դառնալու։ Դուք ձեզ համար սա ընդունելի է այս պայմաններում։ Դա կառավարության որոշումն է, ինչ որտեղ Բայց դուք եք նաև սահմաններին դրա համար։ Սահմաններում ես էլի սահմաններում կլինեմ, մինչև մեր բանակը հզորանա, կայանա, մենք միշտ եղել ենք, մենք ինքնագլուխ գործունեություն չենք արել տարիների ընթացքում, միշտ եղել ենք բանակի մեր զինվորի կողքին եւ այսօր էլ ենք լինելու։ Ընդհանուր ես չեմ կարող բանտամ, թե որն է ճիշտ, որն է սխալ, ժողովրդի մեծամասնությունը կողմը մարդիկ կամ դեմ են, ինչ որ ընդդիմադիր արդյոք դա պրոֆեսիոնալ բանակի հիմք կարող է հանդիսանալ։ Պրոֆեսիոնալ բանակը պետք է առողջ երեխեք զորակոչվեն բանակ, որպեսզի պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Այսօր ցավոք սրտի մեր երիտասարդությունը հիվանդ է, մեծամասնությունը ազատում են ծառայությունից կամ պրոֆեսիոնալ բանակը կայանա թե տարեկեսվա դեպքում, թե 2 տարվա դեպքում էր հիմնականում զորահավաքներ կլինի, մարդիկ ներքաշվեն ընդհանուր Հայաստան Հանրապետության քաղաքացիները, ովքեր տարիքային առումով կների տարիքները, պետք է մարտական գործող դիրքերում այդքան ծառայություն տանեն զորավարություններին մասնակցեն, որը արվում այսօր բանակի կողմից եւ շատ ողջունելի է։ Կազմի կրճատումը իրենից վտանգ չի ներկայացնում արդյոք պարոն։ Գիտեք ոնց թվակազմի կրճատումը ես չեմ կարծում որ վտանգ կառաջացնի, դա ունենա ավելի ճիշտ նենա որ պրոֆեսիոնալ զինվոր ունենանք, մարտունակ զինվոր ունենանք, քան թե թիվնի որակ է պետք։ Եվ ես համոզված եմ որ մեր բանակը գնում է որակի վրա եւ ժամանակի ընթացքում եկեք գնահատական չտանք մի տեսակ դուք լրագրողներ այնց միշտ ինչ որ ձևի մեջ ուզում եք մաս փնտրեք կառավարությունն իշխանությունը դուք ասացիք մեր բանակը պետք է լինի մարտունակ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասել է մեր բանակը ոչ թե պետք է լինի մարտունակ այլ պաշտպանողունակ մարտունակը պաշտպանողական չի մենք այսօր լսեք այսօր լուրջ քաղաքականություն է վարում, դուք գիտեք այսօր խաղաղության պայմանագրի ստորագրման հետ շատ մարդիկ ինձ են փնովում, բա Արցախն ուրա Արցախը տվիք, ես Արցախ չեմ տվել։ Երկրապահ քիչ առաջ որ դուք ասիք ձևավորել ասպարապետ Վազգեն Սարգսյանը 93 թվին, այսինքն 90 թվականից երկրապահ կա, բայց առաջի համագումարը եղել է 93 թվականին ու երկրապահի գործունեությունը սպարապետորիկ ու մինչև հիմա մարտական դիրքերի պաշտպանությունն է մեր պետական սահմանների Արցախ աշխարհի պաշտպանությունն էր, որը մենք անում ենք։ Բայց այսօր եթե մենք գոռանք, գոչենք, գնանք, վերցնենք, չգիտեմ ինչեր կանենք, որ անում են շատ մարդիկ, ֆեյք էջերը, բան ամեն ինչ ասում են։ Այդ տեսեն որ միտեղ նայել եմ մեկ ասում է երկրապահը պիտի ցրեն Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը ասել է 10 միլիոն փող կտամ, ապուշություն, այն էլ Նիկոլ Փաշինյանը։ Սասուն Միքայելյանն ասել է 3 միլիոն տվեք տղերքի բերանը փակեմ, մեր բերանը փակելու չի, մենք զինվոր ենք, միշտ էլ մեր հողի վրա կանգնած ենք պինդամուր։ Ով նահատակվի հավերժ իշատակ իրանց, հավերժ փառք իրանց, բայց այսօր մենք հասկանանք, մենք կենթանի մնացածներից, որ մնացել ենք այսօր կենթանի, մենք մեր զոհված նահատակված եղբայրների կենթանի հոգիներն ենք։ Մենք այն գործն ենք շարունակում։ Իսկ Արցախն ուրա թող հարստան մարդիկ։ Մի տեսակ այս կուրսի հետ վրասի արտաքին քաղաքականության մի տեսակ ասում են մենք Ռուսաստանը մենք ոնց կլինենք Արցախը ով էր Արցախում կանգնած որպես խաղապահուշ որ պետություններ գիտես որն էր Ռուսաստանը չտվեց Արցախը